Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, սիրելի ժողովուրդ ջան։ Ուրեմն արդեն մեզ բոլորիս հայտնի է այսօր իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ ապրիլի 1-ից եւս 10,000 դրամով ավելանում է մեր տատիկ պապիկների թոշակները, այդ հայտարարությունից հետո Մոսկվայ բնակ օլիգարխը իր անհասկանալի դեմքերով փաթեթի հետ, ովքեր որ միջառեսորս Հայաստանի Հանրապետության քաղաքները գյուղերից չեն տարբերում, ասենց հոգեկան խանգարումների մեջ են մտած։ Այսինքն սեն ժողովրդական մենք ինչպես միշտ պետք է ասես շատ ազատ ժողովրդական լեզվով խոսանք, որ մենք բոլորս հասկանանք ինչ է կատարվում։ Տեսեք ինչ են ասում։ Նախ մեր տատիկ պապիկները, ինչպես նաև մենք բոլորս հստակ հասկանում ենք, տեսել ենք, գիտակցում ենք, որ 2018 թվականից միջառեսորը մեր տատիկ պապիկների նվազագույն թոշակները ավելացել է գրեթե 200%-ով։ Եթե 2018 թվականին մեր շատ սիրելի տատիկ պապիկները ստանում էին 16,000 դրամ, հիմա մեր տատիկ պապիկները այսօր ստանում են 36,000 դրամ։ Ապրիլի 1-ից ստանալու են 46,000 դրամ։ Այս 8 տարվա մեջ մեր տատիկ պապիկների կողմից ձևավորված լեգիտիմ իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր տատիկ պապիկների թոշակը 200%-ով գրեթե ավելացրել է։ Արդյոք այս թիվը որ կա 36,000-ը ապրիլի 1-ից 46,000-ը բավարար է։ Իհարկե բավարար չէ։ Իհարկե բավարար չէ։ Ինչքան շատ այնքան լավ։ Բայց մեր տատիկ պապիկներն էլ տեսնելով մեր պետության հնարավորությունը, մեր պետության բյուջեն ու մեր պետության բյուջեից կողմից ծախսված գումարները եւ թոշակների բարձրացման վրա եւ աշխատավարձների բարձրացման վրա եւ այս ահռելի շինարարության վրա մանկապարտեզներ, դպրոցներ, չգիտեմ, մոստեր, ոնց ասի 100 կիլոմետրերով ճանապարհներ, հայ մարդկանց փողը տալիս գնում են հայ մարդիկ իրանց համար տուն են սարքում, որպեսզի ապրեն իրանց ընտանիքի հետ։ Ահռելի էս փոփոխությունները, էս բարեփոխումները, չկա այնպիսի կրթության ոլորտում, առողջապահության ոլորտում, բոլոր էս բարեփոխումները մեր տատիկ պապիկները տեսնում են, ինչ ահռելի այս փոքր պետությունում, այսքան բյուջե ունեցող պետությունում ինչ ահռելի աշխատանքներ է կատարվում, ինչ ահռելի գումարներ է ծախսվում։ Գիտեք ինչ, սենց ոգևորված, օй, ընտրության շեմին կաշառք են տալի։ Երբ որ 2018 թվականին ընտրությունը, հեղափոխությունը տեղի ունեցել ու հետո ընտրություն տեղի ունեցել, հենց այդ ընտրության հաջորդ օրը ամեն օր ընտրության փուլ է, ամեն օր։ 21 թվին ընտրությունա տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, ընտրությունը ավարտվել է։ Այդ ընտրությունից հետո ամեն օր ընտրության փուլ է։ Փաստորեն բոլոր աշխատանքներից բարեփոխումները դուք բերելու եք կապեք, ասեք, այս իշխանությունը ընտրության շեմին բան անում։ Այս իշխանությունը օրը 24 ժամ միշտ էլ արել է, միշտ էլ անում է, միշտ էլ անելու է, միշտ էլ անելու է։ Մոսկվա բնակ օլիգարխ, օտարի լանդ, օտարին սիրահարված Հայաստանի Հանրապետությունում հայ մարդուն կեղծավոր սեր քարոզող, օտարի շահերը սպասարկող, օտարի գործիք։ Քո հեղինակությունը, քո ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում միան ու միան որպես կթուկով լինելն է։ Դու Հայաստանի Հանրապետությունում որպես կթուկով այ ազդեցիկ ես։ Դու որևէ հեղինակություն չունես։ Քո տղայի սեքսի նախարարության կին աշխատակիցների ներքնազգեստը քո հեղինակությունը, քո ազդեցությունը չի չորացնի։ Ինչ ազդեցությունից ես խոսում։ Ինչ տեսար դու։ Առավոտվանից սենց ժողովրդական լեզվով ասած կայֆավատ են գնում ձեր վրա, ձեր այդ պահվածքի վրա, բայց անընդհատ դուք ոնց որ ոգևորված, ակտիվարված, սենց ուզում եք հայ մարդուն ասած լնեք, որ դուք այնքան ազդեցիկ դեմք եք, որ ձեզանից իշխանությունը վախեցավ, դողը մտավ ջանը ու ափալ թոշակները բարձրացրեց։ Իրոք, հա, Սերժիկ ինչ չլինի։ Տաշիկ Սամվելիքի այս պահվածքին, այս գրառումներին, այս որ ասում է մեր ազդեցությունից իշխանությունը սենց ափալ վախից իշխանություն բանալուց, թոշակներ ավելացրուց։ Բերանը ծուրտիկ խոխեն, պրիվետ Ռոբիկը։ Գիտես ոնց կարձագանքեր։ Ինչ դեմքի արտադրություն կընդուներ։ Այսպես կաներ։ Բերանը ծռելով, կզարմանար։
Բերանը ծուրտիկ խոխեն, որ բերանը ծուրտիկ խոխայա, 7 գլխանի վիշապը հայ մարդու այրան ծարավ մնացածը, որ հունիսի 7-ին հայ մարդը վերջնականապես իր 10 տարիներով սպասված վրեժը լուծելու է սրանցից եւ քաղաքական մակարդակով սրանց բերանից 10 տարիներով հայ մարդու ծծածարունը վարարգետի նման հոսելու է, նա որ բերանը ծուրտիկ խոխայա, նա այդպես կզարմանար եւ դեմքի արտահայտություններով կզարմանար, կասեր, «Էս ինչ ասում Մոսկվա բնակ օլիգարխը»։ Մոսկվա բնակ օլիգարխ Տաշիր Սամվելիկ Դու որևէ հեղինակություն չունես Հայաստանի Հանրապետությունում։ Դու ինչ հեղինակություն, ինչ ազդեցություն կարաս ունենաս Հայաստանի Հանրապետությունում, մի պետությունում, որի ռազմավարական կարևորագույն արժեք ունեցող հարստությունը 2 կոպեկ գրոշի դիմաց սեփականացրել ես, հիմա արդեն ազգանացված հեծը ու ազնականդ հարստության համար աշխատացրել ես։ Վերջում է տարել ես դրեք գրավ։ Դու ինչ ազդեցություն կարաս ունենաս, որ տառապում ես այն մոլուսկով, թե երբ է Հայաստանը հայտնվելու գուբերնայի կազմում, դու որպես գուբերնատոր վեր ընկնես դստեղ։ Ստրուկի նման հիմա ոնց որ ծառայություն ես մատուցում տիրոջդ, ավելի լայն հնարավորություններով տիրոջդ ծառայություն մատուցես։ Ու մի հատ էլ չբավարարվել ամենով Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջությամբ տանես զբերբան գրավ դնես։ Դուք այդ մոլուսկով տառապող մարդիկ, ինչ ազդեցություն կարաք ունենաք Հայաստանի Հանրապետությունում։ Ինչ։ Դուք ձեր ազդեցությունը շատ Հայաստանի Հանրապետությունում կթուկով լինելն է, որ Հայաստանի Հանրապետության կպցնող մարդիկ տեղավորվել են, ովքեր որ աշխատելու այդ սեր չունեն, թքած թե պետությունը ինչ կարգավիճակում կհայտնվի, պետության ճակատագիրը, նրանք իսկ չեն էլ հասկանում պետությունը իրանից ինչ աներ կազմում, պետության հարստությունը, քաղաքությունը, կարևորությունը չեն հասկանում։ Այնքան լինի, դու ուղղակի Մոսկվա բնակ օլիգարխ ես, հարուզ մարդ ես, ովքեր որ մեր պետության կպցնող մարդիկ տեղավորվել են գրպանդ եւ կթուկովի նման քեզ կթում են, միջև քոքը կթում են ու կթում են։ Հոգևոր կյանքը վտանգի տակ դրած Կտրիչ Ներսիսյանից հետ քեզ կթում են։ Քեզ վերա դու որպես այս պետությունում, եթե ինչ որ ոմանց մոտ հեղինակություն ունես, ազդեցություն ունես, դու այդ ազդեցությունը ունես, որովհետև դու հարուզ մարդ ես, որովհետև դու կթուկով ես, դրա համար այդ ազդեցություն ունես։ Ինչ ազդեցություն պետք է ունենա, եթե դուք միջև հիմա արա, այս պետության քաղաքները գյուղերից չեք տարբերում։ Ինչ ազդեցություն պետք է ունենաք։ Ինչ ազդեցություն պետք է ունենաք, որ 10 տարիներով այս ազգին խոպանչի եք սարքել։ Տարել եք կոպեկներով աշխատացրել եք։ Վերջում եք գցել եք փողերը չեք տվել։ Այն հայ աշխատավոր մարդներ, ով ձեր կողմից Մոսկվաներում գցվել է, եկել է իր փողի հետևից, չեչեներին հրավիրել եք, Մոսկվաներում ծեծի եք ընդհատել, Տաշիր Սամվելիչ։ Ինչ ազդեցություն պետք է ունենաք։ Այդ ուծի մուրուկո բանով կալուգա գյուղերից եկել եք կստեղ, ինչ ազդեցությունից եք խոսում։ Տաշիր Սամվել, քո ազդեցությունը այս պետությունում տաղուտ, այն որ ցանկանում էր սեքսի նախարարություն բացի, այդ սեքսի նախարարությունը տղետ որ կալուգային բացի կամ Մոսկվային բացի, այդտեղ իշքան իքական սերի ներկայացուցիչը աշխատելու այդ տղուտ բացած սեքսի նախարարությունում, այ քո հեղինակությունը, քո ազդեցությունը, ձեր տղուտ բացած կալուգայում կամ Մոսկվայում տղուտ բացած սեքսի նախարարության աշխատող իքական սերի ներքազգեստը չի չորացնի քո ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում։ Դու եկել ես այստեղ ազդեցությունից ես խոսում, այ անազդեցիկ կերպար։ Կարաք մի հատ դուք ձեր վրա ազդեցություն ունենաք, որպեսզի օտարի ստրուկը չլնես։ Տաշիր Սամվելի, եթե այդքան ազդեցիկ եք, եթե այդքան ազդեցիկ կերպար ես, կարաս մի հատ դու քո վրա ազդեցություն ունենաս, որպեսզի օտարի ստրուկը չլնես։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունում հայ մարդուն կեղծավոր սեր չքարոզես, բայց անկեղծ սիրով սիրահարված օտարին սպասարկես օտարի շահերը։ Կարաս։ Կարակ։ Եթե ազդեցիկ եք, մի հատ ձեր ազդեցությունը ձեր վրա աշխատացրեք։ Ասում եմ պատասխանատու, սիրելի մարդիկ։ Այս սրանք չեն ճանաչում հայ մարդուն։ Սրանք Հայաստանի Հանրապետությունը սրանց համար եղել է, գիտես ինչ, sense տուրիստի նման միտեղ, sense տուրիստի կարգավիճակով եկել են գնացել են, եկել են իրաց հարստությունը չտեսավարի ցույց են տվել հայ մարդկանց իրաց հարևաններին բանին ու թողել գնացել են։ Դրա համար սրանք հայ մարդուն չեն ճանաչում։ Հայաստանի Հանրապետությանը միջև հիմա ինչքան էլ որ օրեկան շնչում է Հայաստանի Հանրապետության համն հոտը, միջև հիմա սրանք տեղը չեն բերում Հայաստանի Հանրապետությանը, հայ մարդուն, որովհետև սրանք լուրջ խնդիր ունեն շատ մոտիկից ծանոթանալու հայ մարդու հետ։ Ուղղակի շատ փող ունեն, սրանք գիտեն թե որ իրանց աշխատողները սենց իրանց կուրք են սարքում, սրանք գիտեն թե որ իրանց աշխատողների համար ինքը հեղինակությունը, ազդեցությունը հայ մարդու մարել ազդեցություն։ Արա այդ փողերից քանակը քեզ թույլ է տալիս որ սենց, չգիտեմ, էլի երազների մեջ, սենց ընկնես երազների գիրկը ու ֆանտազիաներ պատմես, հա։ Տաշիր Սամվել, դու գիտես որ հունիսի 7-ին, քանի որ դու ուղիղ փաթեթի մեջ ես մերժված ռոբասերժական խուլիգան, թող սա Ծառուկյան Գագոն էլ լսի։ Ես Ծառուկյան Գագոին ոչ մի բան չունեմ ասելու, որովհետև մեր կողմից մերժված Սերժիկը Ծառուկյան Գագոին ամեն ինչ ասել է։
Ես ասելու բան չունեմ։ Փաստորեն Սարուկյան Գագոն այնքան արդեն ոգևորվածել է Դամբասի անդո է խղսնում, անդո։ Մի հատ ինչ որ անդո է խղսնում, այնքան է ոգևորվել, որ մեր կողմից մերժվածը ստորացրեց ամենավերջի ձևով ինչ ասեց իրան ասեց։ Հիմա մեր այս կողմից մերժվածը որ իրան ամեն ինչ ասել է, եկել է մեր դեմ, ցենց ուժ է ուզում ցույց տա մոսկուլ անում։ Սարուկյան Գագո, դու գիտես ում դեմ ես հելել մոսկուլանում։ Ում ես ուժում ցույց տաս։ Գիտես, մի մարդու։ Օ, քեզ, այն որը ստորացրել է, չէ՞։ Սերժը որ քեզ ստորացրել է։ Այն որ քեզ ինչ ասես ասել է, դրա համար ես ասելիք չունեմ քեզ, որովհետև Սերժը քո մասին ամեն ինչ ասել է։ Մերժված Սերժիկը ամեն ինչ ասել է։ Արա մեր կողմից մերժվածը որ քեզ ամեն ինչ ասել է։ Հայոյան կերար, քֆուր կերար, որ զատնի չես դնելու, զատնի դրիր։ Հիմա եկել ես։ Մեր կողմից մերժվածը որ քեզ ստորացրել է, փաստորեն եկել ես մեր վրա մոսկուլ ես ցույց տալի։ Դու գիտեք որ հունիսի 7-ին տասնյակ տարիներով վրեժի ծարավով ապրող հայ մարդը վերջնականապես ոնց է քաղաքակիրթ մակարդակով ձեզնից վրեժ խնդիր լինելու եւ ձեր գործունեությունը լինելությունը, ձեր կուրաժիկ լինելությունը այս պետությունում կասեցնելու է հավերժ եւ հավիտյան։ Դուք գիտեք որ ձեր փողերը դեր չեն խաղալու, որտեւ այն հայ մարդուով անկեղծ հայկական սիրով սիրարված է իր սեփական պետությանը, խաղաղությանը, իր սեփական պետականությանը, իր սեփական պետությանը հավերժ ինքնիշխան լինելությանը, այդ մարդկանց դեմը խաղ չկա։ Դուք գիտեք ձեզ ինչ են անելու։ Դուք ուրեմն պատկեր ձեզ անելու են այն ամենը անհնարինը հնարավոր սարքելով քաղաքական մակարդակով, անելու են այն ամենը քաղաքական մակարդակով, որ ամենասարսափելի երազում դուք որևէ մեկը չեք կարող պատկերացնել։ Ամենավատ ուժասն երազում, ամենասարսափելի երազում։ Իհարկե քաղաքակիրթ մակարդակով։ Դուք գիտեք որ հունիսի 7-ին վերջնականապես հայ մարդը ստացնելու է դատավորի դերն ու տեղը, վերցնելու է բոլոր պարտականությունները քաղաքակիրթ մակարդակով իր վրա եւ վերջնականապես ձեր դատավճիռը կայացնելու է։ Գիտեք։ Հա? Դուք գիտեք որ արա ուժից է խոսում, դուխից է խոսում։ Դուք գիտեք որ այս պետությունում այո հենց քաղաքականության մեջ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հզորը դուխովը համարցակը չկա։ Դուք գիտեք որ այս պետության միակ տաղեն վարչապետն էր արա, որ Բերանը ծուրտիկ խոխեն միակ տղությունից էր խոսում։ Այն որ 30 տարվա այս պետությունում ածական ունեցող մարդկանց, հայ մարդկանց չնշողորց են, հայ մարդկանց հարստության վրա չանչիները դրել են, վախի ստրախի մեջ պահելով 30 տարվա մեզ բոլորից հայտնի անուն ազգանուններով այդ ածականերով, որ սաղին չուչել է սարքել, փողոցային միտինգավոր սարքել, աբիժնիկներ սարքել, պետությունից թռել, Մոսկվաների պատվալներում պահվել ավել պակաս հաչոսները դրել։ Ո՞վ է արել։ Դուք եք արել։ Ուժից եք խոսում։ Դուք գիտեք այսօր որ կարում եք երկու բառ իրար հետևից ասեք անվախ առանց որևէ բան մտածելու որ ձեր հետևից մասկավորված կգան եւ դուբինգ եք մահակներով ձեր գլուխները կջարդեն։ Է որ կարում եք տենց անվախ խոսակ։ Դուք գիտեք ինչի արդյունքն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերված արժեքների շնորհքն է, հեղափոխության հարստության շնորհքն է։ Այս հեղափոխության այս հարստությունը արժեքները ոչ մեկ կալուգաներից, մոսկվաներից ձեզնից որևէ մեկը իրենց հորտանիշ չի բերել, արա։ Այս արժեք, այս հարստությունը, սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեր անվախ, ազատ, անկաշկանդ ոռնոցների արտահայտվելու այդ հնարավորությունը, այդ ամեն ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեփական ձեռքբերումն է։ Հիմա եկել եք մարդու սեփական ձեռքբերման հետևին պահված կուրաժիտ է գալիս ու ձեզ դնում եք համարցակ ուժեղ տղու տեղ։ Դուք էսա հունիսի 7-ին ես ասում եմ սա իմ կարծիքն է, թող ինձ նկատողություն տան, թող ինչը ես ասում եմ քաղաքական մակարդակով, ասում եմ ամենապատասխանատվությամբ, որպես հայ մարդ, հունիսի 7-ին տասնյակ տարիներով ինձ սպասված վրեժի ժամանակն է լինելու եւ քաղաքակիրթ մակարդակով տասնյակ տարիներով սպասված ես իմ վրեժը լուծելու եմ սրանցից եւ սրանց բերանից վարարգետի նման քաղաքական մակարդակով հոսելու է տասնյակ տարիներով մեր արունը, մեր ծծած արունը վարարգետի նման։ Սիրելի մարդիկ, ես ուզեցա ուղղակի մի քիչ երկարեց, ուզեցա այս վայնասուններին սենց արձագանքեմ։ Այս որ վարչապետն իրական Հայաստանի Հանրապետության իրական առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո որ ապրիլի 1-ից մեր տատիկ պապիկների թոշակները եւս 10,000 դրամով ավելանում է, ինչպես ավելացել է 2018 թվականից մինչև հիմա, որովհետեւ մենք գիտենք մեր տատիկ պապիկներն է շատ գիտեն մեր տատիկ պապիկների ցավը տանեմ իրանց քաջ առողջություն, այնինչ որ հիմա հնարավորություն է ստեղծվել առողջապահության ոլորտում, որ մեր տատիկ պապիկները այսօր 1 միլիոնի, 2 միլիոնի, 3 միլիոնի, 300,000 դրամի, 500,000 դրամի անվճար պետության հաշվին, կառավարության հաշվին բուժում են ստանում, իրանց թանկ առողջությունն են տեղը բերում
անկախ այդ ամենից նաև մեր տատիկ պապիկների թոշակը եւս 10,000 դրամով հունիսի 1-ին բարձրանում է։ Այդ բարձրացումը ոչ թե ընտրակաշառքական ընտրության շեմն է, այդ բարձրացումը եղել է 2018 թվականից, որովհետեւ 2018 թվականին իմ տատիկը ստացել է 16000 դրամ, բայց հիմա ստանում է 36000 դրամ։ Ապրիլի ապրիլ, հունվար, փետրվար, մարտ, ապրիլի 1-ից ստանալու է 46000 դրամ։ Ու իմ տատիկը շատ լավ պատկերացնում է, որ իր թոշակը 2018 թվականից մինչև ապրիլի 1-ը արդեն գրեթե 200%-ով ավելացել է։ Իսկ այն առողջապահության ոլորտի փոփոխությունը, թե ինչ բուժումներ է ստանալու պետության հաշվին, իմ հալա տատիկը չէ, բայց իմ դվարյոնի տատիկը օգտվել է այդ ծրագրից 800,000 դրամ է կազմել իր առողջության վերականգնումը։ Օգտվել է սրանից 15 օր առաջ։ Ինձ ծանոթ մարդիկ են օգտվել 1.5 միլիոն դրամի առողջության բուժում են ստացել, որին ես անձամբ ճանաչում եմ։ Անձամբ ամեն օր մենք կապի մեջ ենք, սենց հալալի նման։ Ասելիքը զենա, գիտեք ինչ, ոռնոցները դադարեցրեք, դուք այն անձնավորությունը չեք, առավել եւս դուք այն ազդեցությունը չունեք այս պետությունում, որը ձեր ազդեցությունով ինչ-որ եղանակ փոխվի։ Ես ասում եմ, Տաշիր Սամվելիք, քո ազդեցությունը անբարոյականի ներքրազգեստը չի չորացնի։ Այս պետությունում Տաշիր Սամվելիք, քո ազդեցությունը այն ամենայն անբարոյականի ներքրազգեստը չի չորացնի։ Հազար ներողություն ոչ քաղաքակիրթ մեկնաբանության համար, բայց մենք պետք է ժողովրդի հետ ազատ անկես խոսանք, որ մեր ժողովուրդն էլ իմանան, որ սրանց ազդեցությունը ինչ կշիռ ունի։ Սրանք ինչ քաշի ազդեցություն ունեն։ Այս կթու կովերը, այս դրաման բանակները, Տաշիր Սամվելիք, դու այս պետությունում ընդամենը դրաման բանակ ես, կթու կով ես, ով ոնց կարում է քեզ կպցնում է, տեղավորվում է գրպանդ եւ միջև քոքը քեզ կթում է։ Նաև կոչ եմ անում բոլոր կպցնող մարդկանց, քան միջև հունիսի 7-ը քանի կա հնարավորություն, օգտվել հնարավորությունից եւ այս կթու կովին կթել միջև քոքը, քանի դեռ այդ հնարավորությունը կա, որովհետև հունիսի 7-ին այդ հնարավորությունը այլևս չի լինելու, որովհետև հունիսի 7-ին սրանց այս օտարի լանթերի գործնեությունը, լինելությունը կասեցվելու է Հայաստանի Հանրապետությունը։ Հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հեղափոխության, հանուն 2018 թվականի հայ մարդու ձեռքբերման, հանուն մեր պետականության, հանուն խաղաղության, հանուն Հայաստանի իրական Հայաստանի Հանրապետության հավերժ լինելության հարստացման հզորացման հայ մարդը հունիսի 7-ին պետք է վերջնականապես տասնյակ տարիներով քաղաքակիրթ մակարդակով իր սպասված վրեժը լուծի հանուն մեր լինելության, հանուն մեր պետության եւ հանուն պետության պետք է նաեւ վերջ դմբի թավիշին, որովհետեւ եթե կան մարդիկ, որ նեղացած են վարչապետ Նիկոլ Փաշինյանից, դա թավիշն է պատճառը։ Ռոբիկի, Սերժիկի, մոստաբնակ օլիգարխների ներկայությունն է մի հատ քիչ չի, մի հատ է սրանց ոգևորված անկանոն շարժումները։ Դա պատճառը, ուրիշ պատճառ ոչ մեկդ ոչ միտեղ թող չփնտրի։ Բայց այդ հայ մարդիկ լեգիտիմ որ ջղայնացած են, ես դրանց ցավը տանեմ այդ հայ մարդկանց։ Իրանք ուղղակի ջղայնացած են։ Ու թաշնամացած չեն իրենց ընտրությանը։ Ես այդ մարդկանց լեգիտիմ ջղայնությանը ցավը տանեմ ես։ Ամենան հարգանքով եմ մոտիկանում այդ մարդկանց լեգիտիմ ջղայնությանը։ Եվ խոնարհվում եմ այդ մարդկանց առջև եւ իրենց ջղայնության առջև եւ որևէ ավելորդ բան չեմ կարող ասել։ Բայց նաեւ Ժորժ ջան, ժողովրդավարությունը ունի իր արժեքները, իր հարստությունը։ Էդ է պետքա մի քիչ երկար մտածենք, կարող է մտածում ենք մենք չենք լավ անցնում, բայց էդ էլ իր տեղ ունի, իր կարևորություն ունի, իր արժեք ունի։ Բայց ես չեմ ասում դուք անտեղի եք ջղայնացած վարչապետից, որ Քոչարյանը միջև հիմա անպաշտպանության մտորտի մեջ է, որ միջև հիմա սրանք իրենց արժանապատիվ տեղը չեն գտել, ու հենց մի հատ չեն գտել, անպաշտպանության մտորտի մեջ է, մի հատ է ողջևորված մեր վրա մուննաթ են գալիս։ Մի հատ է մեր կողմից ստանած կապիտալը որպես զենք ուղղել է մեր վրա եւ չեն դադարում մեր անունը ծծելուց։ Այն բերանը ծուխտիկ խոխեն, այդ գյադեն, Ռոբիկ, այդ գյադեն։ Հունիսի 7-ին հանուն մեր պետության, մեր ինքներության, մեր անկախության, մեր ինքնիշխանության, մեր խաղաղության, մեր հզորացման մենք տասնյակ տարիներով սպասված մեր վրեժը պետք է քաղաքակիրթ մակարդակով լուծենք, անհնարին հնարավոր ցարկելով, ու մենք անհնարին հնարավոր ցարկելով մեր վրեժը կլուծենք քաղաքակիրթ մակարդակով, մեր ասելիքը կասենք, մեր անելիքը կանենք, մեր ստանալիքը կստանանք, չի քննարկվում։ Ես սա ասում եմ իմ սեփական կյանքի գնով։ Իմ սեփական կյանքի գնով։
անհնարինը հնարավոր դարձնելով քաղաքակիրթ մակարդակով այն անհնարինը, որ Բերանը ծուտի խոխի այդ Ղարաբաղյան խուլիգան մաֆիայի այդ օտար երկրի այդ օտարի լանթերի այդ մոսվաբնակ օլիգարխի ամենեն սարսափելի երազում անհնար է մտածելը անհնար են մտածել այդ անհնարինը հնարավոր դարձնելով քաղաքակիրթ մակարդակով Ինչքան կարողանում եք սրանց ոռնոցների վրա, ոգևորության վրա, բարձր ձայնով խնդացեք, ժողովրդական էզով ասած, ինչքան կարող եք կայֆաբա տեղեք բլեքները։ Դուխները տեղը, ձեր դեմը խաղ չկա, որտեղ ձեր պայքարը արդար է, որտեղ մենք գնում ենք այն ճանապարհով, որտեղ մեր պետությունն է իր ամբողջական շահերով։ Դրա համար մեր դեմը խաղ չկա։ Թող մտածեն նրանք, ովքեր գնում են այն ճանապարհով, որտեղ որ այս պետությունից թանալված միլիոնավոր դոլարներ աշարած։ Մենք այդ ճանապարհը ուղղակի կքանդենք, անհասանելի կդարձնենք։ Այն ճանապարհը, որտեղ որ մեր պետությունից թալանված ռեսուրսնա միլիոնավոր դոլարներն են, մենք այդ ճանապարհը քարուքանդ կանենք։ Կվառենք այդ ճանապարհում այս պետությունից թալանված, sense դասավորված միլիոնավոր դոլարները։ Ուղղակի կվառենք քաղաքական մակարդակով, կվերացնենք, ավիրականենք քաղաքական մակարդակով։ Եվ կմնա այն ճանապարհը, որտեղ որ միայն ու միայն մեր պետությունն է իր ամբողջական շահերով։ Այսքանը։ Դուք հունիսի 7-ին շատ մոտիկից, ահավոր մոտիկից հայ մարդու հետ կծանոթանաք եւ քաղաքակիրթ մակարդակով կփոշմանեք ձեր ամբողջ կյանքը, որ միջև հիմա դուք հայ մարդուն չեք ճանաչել։ Հավատացած եղեք։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Կապի մեջ ցավները տանեն։